Նարեկը խնդրեց փոխանցել, որ ավելի համբերատար լինես։ Նարեկը։ Այո։ Այս ընթացքում ես եմ պաշտպանելու քո շահերը։ Ինձ պետք չի դա։ Պետք է Վարդան։ Ինչի համար է պետք։ Հիմա դու շատ լարված ես։ Գիտեմ, որ լարված եմ, որովհետև ես 4 պատի մեջ ես չեմ կարող ինձ լավ զգամ։ Չգիտեմ ընտանիքս ոնց է, ընդհանրապես դրսում ինչ է կատարվում։ Այ հենց դրա համար էլ ես քեզ պետք եմ։ Կգամ, ու դու հասկանաս ինչ է կատարվում եւ ինչ են անում։ Նարեկ ինչ էր ասում։ Անան ու երեխան լավ են։ Հաստատ։ Այո։ Լավ։ Գնունուն ինչ են ձերբակալել։ Ձերբակալման պատճառը Սահակյանին ու տղային ծեծելն է։ Ես դա գիտեմ, բայց ինձ իրական պատճառն է պետք։ Պարզում եմ։ Գնունուն գերն է եկել Մոսկվայից։ Ամեն ինչ անում են, բայց պետք է սպասել։ Այս գործը կարող է երկար տևի, այնպես որ խորհուրդ կտամ համերությամբ զինվես։ Հեշտ չի։ Գիտեմ, որ հեշտ չի, բայց եթե այստեղ ավելորդ խոչընդոտներ ստեղծես, ավելի կբարդանա։ Ինձ բաց չեն թողնի, չէ՞, մինչև գնունու գործը չպարզվի։ Չէ, բայց մենք չեն կարող ասենց հանգիստ նստենք ու ոչինչ չանենք։ Ամեն դեպքում քո մոտ զենք էլ հայտնաբերել։ Դու զենք ես պահել օրենքով ներկայացուցիչների վրա։ Բայց այդ զենքով ես ոչ մեկի վրա չեմ կրակել։ Վարդան, այդ զենքը կրկնակի ուղարկել են փորձաքննության։ Ուզում են պարզել այդ զենքով հանցագործություն կատարվել է, թե ոչ։ Հասկանում եմ, բայց ես նորից եմ կրկնում, ես այդ զենքով ոչ մեկի վրա չեմ կրակել։ Ոչ մեկի։ Առաջի փորձաքննությունը արդյունք չի տվել, բայց քննիչը պնդել է, որ երկրորդ անգամ ուղարկել։ Հիմա սպասում ենք պատասխանին։ Ես այդ զենքով չեմ կրակել։ Հաստատ։ Հա, հաստատ, իմ էլ դուք եք նորից սկսում։ Չէ։ Բոլորը շատ ես եմ ուզում, որ նման բան եղած չլիներ։ Վարդան, բացի քեզնից այս զենքը որևէ մեկի մոտ եղել է, կարող է ինչ-որ մեկին տվել ես։ Այդ զենքը իմ մեջ։ Բա ում դա։ Իջնենք։ Նարեկ։ Հա սար, իջնում ենք, կամ արի դու գնա արի, հա, ես կսպասեմ քեզ։ Չէ, միասին։ Լավ։ Միրգ եմ ուզում։ Դե վերցրու։ Շատ ու բոլորից։ Հիմա դու նման ես սարային։ Բայց մեկ այս չեմ հավատում։ Հաստատ մի բան եղել է, ու դու ինչ ես ասում։ Սար։ Սար։ Բարև, ո՞նց ես։ Ես երեք գնացել էի քո տուն, բայց տանը չէիր։ Զանգում եմ, չես պատասխանում։ Հա, ինքը մոռացել էր հեռախոսի մասին։ Ես Աստղիկն եմ, Սարայի ընկերուհին, շատ մտերիմ, չէ՞ Սար։ Հա, Նարեկ, Աստղիկն իմ ընկերուհին եմ։ Ես շատ ուրախ եմ, ուղղակի Սարան չի պատմել ձեր մասին։
Ես ու Սարան միասին ենք մեծացել, հիշում ես Սար։ Հա, նարեկ գնանք, հա, մենք ուշանում ենք։ Բայց Սար, քեզ համար բան էի բերել, բերեցի որ տամ տանը չէի։ Զանգեմ։ Այնքան ծանր էր։ Կզանգեմ, հա։ Նարեկ։ Սար, մի րոպե, բան միտքը։ Չեմ ուզում, քաղցր եմ ուզում։ Արի։ Սարը չի տես բան արեցիր, ամոթ էր, չէ։ Չէ, Նարեկ ամոթ չէր, ինքը սիրում է խոսալ, որ սպասեինք ժամերով կխոսար։ Հա, բայց ընկերուհիդ է, չէ։ Չէ, այդքան էլ ընկերուհի չի։ Այսինքն։ Դե այդքան էլ մտերիմ չի, ուղղակի ինքը կարծում է, որ իմ ընկերուհին է։ Ուղղակի ես էլ չեմ ուզում նեղացնեմ։ Հա, բայց ամեն դեպքում ամոթ էր, չէ, Սարը չի տես բան արեցիր։ Լավ, էլի նար։ Կարող ենք նա մեր տուն հրավիրենք, չէ։ Իրեն։ Հա։ Նարեկ ինքը նենց մարդ չի էլի, որ գա ձեր տուն։ Ինքը մի քիչ ուրիշ խավի մարդ է, մի խոսքով։ Սարա ինչ ես ասում։ Նարեկ։ Սար ամեն դեպքում ինքից դուր եկավ, ինքը շատ լավ աղջիկ էր։ Ոչ քան գլամուրդն ընկերուների նման։ Նարեկ լավ վերջացրու։ Այ ես ճիշտ եմ ասում, Սար։ Ինքը ավելի լավն էր, քան քո ընկերուները։ Մարիաննա, ինչի չես ուտում։ Դու Կերսոն ջան։ Բայց ասում էիր, որ սոված ես։ Ոչինչ, դու կեր, հա։ Վայ, Դավիթ, արի մեր մոտ, արի նստի։ Արի նստի, ինչի չես գալիս։ Արի։ Դու ինչ-որ բան ուզում ես էլի։ Հա, ինչ-որ բան կուզես։ Չէ, ինչ ա եղել, կռվել եք։ Ինչ ա եղել։ Հաստատ կռվել եք, վсё։ Վարդան ում զենքն է։ Հորս մայից հետո ես այդ զենքը իր դարակից եմ վերցրել։ Այսինքն հորս զենքն է։ Դե հա, եթե իր դարակից եմ վերցրել, ուրեմն իրեն նայել է։ Վարդան մենք հաստատ չգիտենք հայրդ այդ զենքը օգտագործել է, թե ոչ։ Վարդան, հիմա մենք սպասում ենք, որ գնուն ու գործը պարզվի ու քեզ բաց թողեն։ Բայց եթե հանկարծ պարզվեց, որ այդ զենքից մարդ են սպանել, ամեն ինչ շատ լուրջ բնույթ կստանա։ Հասկանում եմ, բայց Վարդան, մենք նորից եմ կրկնում, չգիտենք հայրդ այդ զենքը օգտագործել է, թե ոչ։ ճիշտ եք ասում։ Տեսնում ես։ Իսկ հիմա ես ինչ անեմ։ Ոչ մի բան։ Ուղղակի պետք է սպասել։ Համբերատար սպասել։
Մամ ջան։ Այաննա սիրտս կանգնեց, ինչի՞ չէիր զանգում։ Հասել եմ, մամ։ Ամեն ինչ լավ է։ Ինչ լավ է։ Երեխեն լավ է։ Հա, լավ է, դու ո՞նց ես։ Մամ, դու չես պատկերացնի ես հիմա որտեղ եմ։ Որտեղ ես։ Մամ, ես Շուշի եմ հասել։ Ու հենց հիմա կանգնած եմ այն եկեղեցու դիմաց, որը երազից տեսել էի։ Այաննա ջան։ Հա, մամ։ Նույն եկեղեցին է։ Եկա ու կանգնեցի դիմացը։ Մարմնովս դող անցավ, գիտես։ Ոնց որ ինչ-որ մեկը առաջնորդեր ինձ։ Մամ, դե մի բան ասա։ Ինչ ասեմ։ Մամ, լացում ես։ Արդեն համար է ես էլ։ Բայց այնքան ուրախ եմ չես պատկերացնի։ Սիրտս նենց լծված է։ Այնքան հուզված եմ, մամ։ Հավատա ես վաղուց պետք է եկած լինեի այստեղ։ Լավ, մամ։ Դե պաչիկ եմ անում։ Կզանգեմ։